Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո նախագահ, սիրելի ժողովուրդ, հարգելի գործընկերներ, ընտրական գործընթացներում քարոզարշավի ընթացքում եւ մինչեւ այսօր հրապարակվող ձայնագրությունները հակակոռուպցիոն կոմիտեի եւ մի շարք այլ փաստեր գալիս են մեզ ապացուցելու, որ Հայաստան խմբակցության ներկայացուցիչները ուժեղ Հայաստան նաև կուսակցության դաշինքի ներկայացուցիչները փորձել են տարբեր մեթոդներով ազդել ընտրական գործընթացների վրա եւ ուրեմն զավթել Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ամենատարբեր մեթոդներով փող բաժանելով համատարած նաև օգտագործելով հիշատակվող ընտրական туриզմ ուրեմն գործընթացը եւ հիմա մենք պայքարում ենք այս ամեն ինչը կանխելու դեմ եւ կանգնած ենք Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության կողքին հիմքերում որպես ազգային ժողովի падգամավորներ, ժողովրդի կողմից մանդատ ստացած падգամավորներ։ Եվ հիմա գալիս տեղ ընդդիմությունը խոսում է, ասում է հանրային քննարկումներ չեք արել։ Մենք ողջ քարոզարշավի ընթացքում մեր ժողովրդի հետ շատ լավ, արդյունավետ հանրային քննարկում ենք արել, եւ այս փոփոխությունները ձևավորվել են հենց քարոզարշավի ընթացքում մեր քաղաքացիներից ստացված ահազանգների եւ նրանց պահանջների հիման վրա։ Ստացված ահազանգերի եւ պահանջների հիման վրա եւ մենք կատարում ենք մեր ժողովրդի կամքը, ինչպես եւ խոստացել ենք քարոզարշավին, ինչպես որ ելնում ենք նաեւ մեր վերլուծություններից, նաեւ այն բոլոր քրեական գործերից, որոնք հարուցվել են այս ընթացքում ամենատարբեր հիմքերով։ Դուք այստեղ չեք կարողանում ձեր լծակները կիրառել, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար պետություն է, ինստիտուտներն աշխատում են եւ թույլ չեն տալիս ձեզ, որպեսզի կարողանաք ազդել Հայաստանի Հանրապետությունում ապրող քաղաքացիների ուրեմն կամ արտահայտության վրա գնում եք գտնում եք տեղեր, որտեղ ինտերնետն անջատած է կամ մի քիչ ժողովրդավարությունը այն չի, փորձում եք այդպես ազդել մարդկանց կամքի վրա եւ բերել այստեղ ընտրացնել, որպեսզի ձեզ ձայն տան, ձեզ ու ձեր ընկերներին։ Չի ստացվելու, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ոչ միայն կողմ է այս նախագծին, այլև կանգնած է Հայաստանի Հանրապետության պետականության կողքին եւ ամեն բան անելու է, որպեսզի պետական անվտանգության վերաբերյալ որևէ սպառնալիք չլինի։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, այժմ անցնում ենք եզրափակիչ ելույթներին։ Տիկին Սարգսյան